Մատթեոս 14 Հովհաննես Մկրտչի գլխատումը։ Այն ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և իր ծառաներին ասաց. «Նա է Հովհաննես Մկրտիչը, մեռելների ցարություն է առել, և դրա համար նրա միջոցով զորավոր գործեր են լինում»։ Արդարև Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել և բանտի մեջ էր դրել իր եղբոր Փիլիպոսի կնոջ Հերովդայի պատճառով, որովհետև Հովհաննեսը նրան ասում էր. «Օրինավոր չէ, որ դու նրան իբրև կին ունենաս», և կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպես մարգարե էին ընդունում։ Եվ երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձը հասավ, Հերովդիայի դուստրը հրավիրյալների առաջ պարեց և հաճելի թվաց Հերովդեսին, ուստի և նա երդումով խոստացավ նրան տալ, ինչ էլ որ ուզի, և նա, առաջուց խրատված լինելով իր մորից, ասաց. «Տուր ինձ այստեղ սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Եվ թագավորը տխրեց, բայց երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ։ Եվ մարդ ուղարկեց, գլխատել տվեց Հովհաննեսին բանտի մեջ, և նրա գլուխը բերվեց սկուտեղով ու տրվեց աղջկան։ Եվ սա տարավ այն իր մորը, իսկ Հովհաննեսի աշակերտները եկան, վերցրին մարմինը և թաղեցին, և եկան պատմեցին Հիսուսին։ Հացի առաջին բազմացումը։ Երբ Հիսուս այդ լսեց, այնտեղից նավակով առանձին գնաց մի ամայի տեղ։ Երբ ժողովրդի բազմությունը լսեց այս, քաղաքներից հետիոտը նրա հետևից գնաց։ Եվ երբ նա ցամաք ելավ, տեսավ բազում ժողովուրդ, գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին։ Երեկոյան դեմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս տեղը ամայի է, և օրը տարաժամել է, արձակիր այդ ժողովրդի բազմությունը, որպեսզի գնա շրջակա գյուղերը իր համար ուտելիք գնի»։ Եվ Հիսուս ասաց. «Հարկ չկա, որ նրանք գնան, դուք նրանց ուտելու բան տվեք»։ Եվ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի 5 նկանակից և 2 ձկից»։ Եվ նրանց ասաց. «Այստեղ բերեք այդ»։ Եվ հրամայեց ժողովրդի բազմությանը նստեցնել խոտերի վրա ու վերցնել 5 նկանակն ու 2 ձկները, նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և նկանակները աշակերտներին տվեց, իսկ աշակերտները ժողովրդին։ Բոլորը կերան ու հագեցան, և 12 սակար լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին։ Եվ նրանք կերան, մոտ 5000 հոգի էին, չհաշված կանանց և երեխաներին։ Հիսուս քայլում է ծովի վրայով։ Եվ նա իսկույն իր աշակերտներին ստիպեց նավակ մտնել և առաջանալ դեպի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդի բազմությունն արձակի։ Եվ երբ ժողովրդի բազմությունն արձակեց, առանձին լեռ բարձրացավ աղոթելու համար։ Եվ երբ երեկո եղավ, այնտեղ էր մենակ։ Նավակը ցամաքից մղոններով հեռացել էր, դես ու դեն քշվելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր։ Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուս եկավ նրանց մոտ, քայլելով ծովի վրա։ Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրա քայլելիս, տագնապահար եղան և ասացին. «Ինչ որ ուրվական է», ու սարսափից աղաղակեցին։ Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդվեցեք, ես եմ, մի վախեցեք»։ Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Եվ նա ասաց. «Արի»։ Եվ Պետրոսը նավակից իջնելով քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ։
Սակայն տեսնելով ուժգին քամին, վախեցավ, եւ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տեր, փրկիր ինձ»։ Եվ իսկույն Հիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Եվ երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց։ Եվ նրանք, որ նավակի մեջ էին, մոտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարև Աստծու որդին ես դու»։ Բժշկումներ Գեննեսարեթում։ Եվ կտրեր անցնելով ցամաք ելան Գեննեսարեթում։ Եվ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ ու բոլոր հիվանդներին նրա մոտ բերեցին եւ աղաչում էին նրան, որ գոնե միայն նրա զգեստի քաղցկներին դիպչեն, եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկվեցին։